Եվ այսպես մենք երեք ականատեսը եղանք, ինչպես երկու օր վերջին խայտարակ հետապնդումներն ու գործողությունները Պարոն Ծառուկյանի նկատմամբ, երբ ամսը վերջինս կարգավորեցին, սեփական կենդանու սատկացրեցին, այսօր էլ մի խումբ կենդանիներից երեք կոկորդիլոսներ անտերության են մատնված, ըստ էության սովամահության ու ջրազրկության են դատապարտել այս կենդանիներին էլ, ինչու չի հանգստանում Նիկոլ Փաշինյանը, ինչու է այսպես հետևողական փորձում վրեժ լուծել, անգամ այն բարակային, երբ որ ինքը վստահեցնում է, որ ինքը հաղթել է եւ բացարձակ հաղթանակ է տոնել, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ պետք է փաստենք, որ այս գործելավոճը Նիկոլ Փաշինյանը շարունակում է շուրջ 8 տարի, 2018 թվականից ի վեր։ Մենք տեսնում ենք այս կամ այն կերպով քաղաքական հետապնդումներ տարբեր քաղաքական գործիչների, հասարակական գործիչների նկատմամբ եւ այո, ինչպես տեսնում եք, ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, նոր հարձակումներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի վրա։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է եւ մենք դրա մասին խոսել ենք, ասել ենք, մեր կարծիքը հայտնել ենք եւ անթույլատրելի է այն գործողությունները, որոնք կատարվում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դա խոսում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման մասին, խոսում է խոսքի ազատության չգոյության մասին, խոսում է դատաիրավական համակարգի քաղաքական որոշումներ կայացնելու մասին եւ պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ այս ամեն ինչը նաեւ ընդդիմության միասնականության բացակայության արդյունքն է եւ մենք տեսնում ենք, որ կա տարանջատում եւ այդ տարանջատումը շարունակվում է, այդ տարանջատումը օգուտ է տալիս միայն Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմությունը պետք է կարողանար միասնական ճակատ ձևավորել եւ միասնական հանդես գալ, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չի ստացվում եւ բացի ընդդիմադիր գործիչներից կան նաեւ այլ տասնյակ գործիչներ, ովքեր իմ անձնական կարծիքով որոշակի տեղեկություններ ունենալու արդյունքում կարող եմ ասել, որ առնվազն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեին պարտականություններ կամ պարտավորություններ բարոյական, անձնական կարծիք արտահայտելու, սատարման խոսք ասելու կամ քաղաքական գնահատական տալու, ապօրինություններին, բայց մենք ինչպես տեսնում ենք, շատ մարդկանց կողմից կա լռության ուխտ, որը նրանք չեն հատում, չեն խախտում, թե Գագիկ Ծառուկյանի, թե տասնյակ այլ մարդկանց դեպքերում, այսինքն բացառություն չի եղել Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, բացառություն չի եղել Արմեն Աշոտյանը, բացառություն չի եղել Դավիթ Համբարձումյանը, բացառություն չեն եղել տարբեր տասնյակ այլ քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական բանտարկյալների թեմային անպայման ուզում եմ անդրադառնամ, որ այսօր ապօրինի կալանավորված են Հայաստանում հարյուրավոր մարդիկ, կալանավորված են, բանտարկված են քաղաքական հայացքների պատճառով։ Արմեն Աշոտյանը, Դավիթ Ղազինյանը, Սահակյան Արմանը, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը, տասնյակ հոգևորականներ կտանքների են ենթարկվում եւ քաղաքական հետապնդումների, քաղաքական այս կամ այն կուսակցության ներկայացուցիչներ եւ գործիչներ քաղաքական հետապնդման են ենթարկվում, բացառապես քաղաքական նկարտումներով է պայմանավորված իրանց նկատմամբ քաղաքական այս հալածանքները, որոնք առանց գործի մարդկանց տանում են բանտ են նստացնում։ Բայց Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել էր Բաքվից Երևան եւ խոսում էր Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի մասին, 2018 թվականի ժողովրդավարությունը ամրացավ Հայաստանում եւ դրա հենց նույն օրը գնդապետի են ձերբակալում ու հետո տանում կալանքին, հաջորդ օրը Արմեն Աշոտյանի կալանքն է 41 ամսով թողնել։ Արմեն Աշոտյանը դասական քաղաքական բանտարկյալ է եւ Արմեն Աշոտյանը արդեն երկրորդ անգամ է բանտում հայտնվում ոչ մի բանի համար։ Արմեն Աշոտյանը խղճի բանտարկյալ է իր պայքարի, իր հայկական ինքնության պաշտպանության համար, Արցախի հայկական համարելու համար, Հայաստանի Հանրապետության ընթացքը հայկական ձևավորելու համար։ Արմեն Աշոտյանը եվրոպական տարբեր բարձր ամբիոններում մշտապես խոսում էր Հայաստանի Հանրապետության քաղաքական բանտարկյալների, մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության ոտնահարման, տարբեր ուղղությունների մասին, Արցախի ժողովրդի էթնիկ զտման մասին եւ ինչպես տեսնում ենք
սա անթույլատրելի է, անընդունելի է իշխանության համար։ Արմեն Աշոտյանը հող ազատագրող կուսակցության ներկայացուցիչ է։ Նրանք չեն կարողանում տանել հող ազատագրողներին։ Նրանք քրեական գործ են հարուցում ապօրինի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա, որովհետև նա հող ազատագրող է։ Նրանք Աշոտյան Արմենի վրա գործ են հարուցել, որովհետև ինքը հող է առել համալսարանի համար, նախորդ գործում հող էր գնել էլի համալսարանի համար, իրանց համար դու պետք է հող հանձնող լինես, որ այդ տրամաբանությունը նրանք կարողանան հասկանալ, ասեն, այս մերոնցականը, այս հող հանձնողը, իսկ սա արդեն իրանց համար տենց ընդունելի չի, հասկանում եք, որովհետև այլ տրամաբանություն չկա, որևէ գործ չկա, սա դասական քաղաքական հետապնդում է եւ կան տարբեր միջազգային զեկույցներ, որտեղ խոսում որ Հայաստանում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ եւ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է եւ այս տրամաբանությունը նորից եմ ասում շարունակվելու է այնքան ժամանակ, քանի ընդդիմությունը պայքարում է իրար դեմ տակից, հա, մենք տենց պահպանել ենք ընտրությունների ժամանակ այն սկզբունքը, որ ընդդիմությանը չի կարելի թիրախավորել եւ պահել ենք այդ սկզբունքը, ամենաշատն ենք արել իրազեկման ակցիա, որպեսզի մարդիկ գնան ընտրության, թեև չենք մասնակցել ընտրություններին, բայց ընդդիմության միասնականության բացակայությունը, նորից եմ ասում, էսա խնդիր է եղել, էսա խնդիր է այսօր Հայաստանի Հանրապետություն ժողովուրդը, ել սրանից հետո որևէ ընդդիմադիր, որևէ մարդ այս ժողովրդին հանգարց խոսք անգամ չասի ժողովրդի մասին, որ ժողովուրդը այս չարեց, ժողովուրդը այն արեց, ժողովուրդը բոլոր պայքարներին մեր հետ առաջը մարտիկ որպես մասնակցել է, ժողովուրդը կանգնել է Զարեա 3-ների տակ, կարակոծների տակ կանգնել է, ժողովուրդը գնացել է բանտում նստել է, ամեն ինչ արել է հայ ժողովուրդը, որպեսզի կերտի Հայաստանի Հանրապետության լավ ապագա։ Այդ մնացած դերակատարները պետք է մտածեն, թե ժողովրդին ոնց պետք է կարողանան միասնական սարքել, ոչ թե ամեն ժողովրդի ձայն ներկայացող մարդը պառակտված լինի եւ այդ պառակտումը ավելի պառակտեն, այդ պառակտումը ավելի խորացնեն իրար հետևից բամբասանքներով, իրար հետևից իրար սատարելով, իրարից հեռու մնալով, այդ փսփսալով իրար հետևից ու լավ դրական բաներ մտածեն, որ դրական ելք է լինելու այդ բամբասանքների հետևում, հա, բոլոր քաղբանդարկյալները բոլորն են քաղ, մենք անգամ ունենալով տասնյակ մարդկանց հետ անձնական խնդիրներ, մենք գնացել ենք դատերին, մենք դրել ենք այդ մարդկանց նկարը մեր էջերին, հանրապետական կուսակցությունը մշտապես ամենաշատն ենք, պաշտոնապես եմ ասում, ամենաշատն ենք իրականացնել քաղաքական բանտարկյալներին աջակցելու քաղաքական ակցիաներ, անգամ չենք անձամբ ճանաչել մարդկանց, գնացել ենք այդ մարդկանց դատերին մասնակցել ենք, այդ մարդկանց քաղաքական բանտարկյալ ենք հրճակել եւ համարել, որովհետեւ ռեժիմի կողմից հարձակումների են ենթարկվել այդ մարդիկ։ Մենք չենք ունեցել իմ ու քո քաղբանդարկյալ Սերժ Սարգսյանը երբեք նման տրամաբանությամբ չի առաջնորդվել։ Եղել են քաղաքական բանտարկյալներ, անգամ եթե ունեցել են քաղաքական հակասություններ, ասել ենք պետքա միասնական դաշտում, միասնական ճամբարում, միասնական ճակատով հանդես գանք։ Այդ վերջ տվեք այդ բամբասանքներին, վերջ տվեք այդ տարանջատման տարերին, որը եւ դա անում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ընդդիմության մեջ լատենտ նիկոլականներ են եւ քողարկված իշխանամետներ են, ովքեր ընդդիմությունը պառակտելու գործնեություն են ծավալում։ Սա կարևոր է, որ մենք սրա մասին խոսանք եւ հստակ քաղաքական գնահատականներ տանք այն ընդդիմադիր ձևացողներին, որոնք ցեխ են նետում իրական ընդդիմադիրների վրա։ Կենթանիների հետ կապված նորից գալով այս սադիստական վերաբերմունքն ու կենթանու սատկացնելը ըստ էության բանից անդրադարձել եք Սույն Անձին Տիգրան Ավինյանի մասին։ Իր ենթակայության տակ գտնվող կառույց է Երևանի քաղաքապետարան ներողություն կենթանաբանական այգին ու երեկվա այս խղճուկ տարածած հաղորդակցությունը խնդրեմ այս մասով Տիգրան Ավինյանին երևանցիները մերժել են։ Տիգրան Ավինյանը դարձել է Երևանի քաղաքապետ, այդ մի քանի օպերացիա են իրականացել, մի քանի կուսակցությունով կպել են իրար, որ կարողանան երևանցիներից գողանան իրանց ձայնը եւ այս խայտարակ թուրիմացությունը, այս իրավիճակը բերեն փաթաթեն երևանցիների վրա։ Այս խցանումները, փոսերը, այս տոտալ կոլապսը, որը կա այսօր տնտեսվարողների համար պրոբլեմ է։
վարորդների համար խնդրեմ է, քաղաքացիների համար սովորական խնդրեմ է, դպրոցականների համար խնդրեմ է, ամեն ինչ խնդրեմ է, հա, աղբի վերամշակման գործարանի մասին խոսք չկա նորից։ Մենք ինչի մասին խոսում ենք մարդասիրության մասին, կենդանիների վերաբերմունքի մասին ենք խոսում, բայց մարդկանց համար մարդկային կյանքերը, որոնք կորսվում են, հա, այդ օդի աղտոտվածության եւ տասնյակ այլ խնդիրների պատճառով, նրանք դրանով սկի չեն զբաղվում, ու մնաց կենդանիների պահպանմամբ զբաղվեն, ինչի մասին է խոսքը։ Այսօր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը օրեր են լինում, երբ որ դուրս գալը ցույց է տալիս, որ դուրս գալը տնից վտանգավոր է, շնչելը վտանգավոր է, քաղցկեղածին օդ հալնում եւ աչքերներս ասես փակ նստած նայում ենք, ասում ենք ոչ մի բան չկա։ Պետքա Երևանի կառավարումով պետքա զբաղվեն այնպիսի կառավարիչներ, որոնք առաջի հերթին սիրում են այս քաղաքը եւ երկրորդ հերթին մասնագետ են, հա, այնքան գիտակցություն ունեն, եթե մի բանից չեն հասկանում, մասնագետներին վարձեն, որպեսզի կարողանան մասնագետները այդ ամեն ինչով զբաղվեն։ Բայց մենք ինչպես տեսնում ենք, չկա այդպիսի տրամաբանություն եւ նաեւ ուզում եմ խոսքը շարունակեմ այդ հիբրիդային պատերազմների մասին, այսօրվա իշխանությունները շատ են խոսում հիբրիդային պատերազմների մասին, ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ի թուրք ղեկավարը ԵԱՀԿ խմբի թուրք ղեկավարը ուղիղ միջնորդում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պատրաստակամություն է հայտնում, որպեսզի քանդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հա, թուրք ղեկավարը շատ այստեղ կարևորություն կա, հա, որ այդ մարդը թուրք է, որը ամեն ինչ փորձում է անի օգտագործելով ԵԱՀԿ-ն, որպեսզի Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցին թիրախավորվի եւ ինչպես իրանք են ասում կազմաքանդվի, լուծարվի, հա, սա պետքա հստակ քաղաքական գնահատականի արժանանա միջազգային կառույցների եւ այս մարդը թուրք ղեկավարը պետքա հեռացվի ԵԱՀԿ-ից եւ ԵԱՀԿ-ն հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները պետքա գնահատական տան եւ սա եվրոպական երկակի կեղծ եվրոպական ստանդարտների մասին է խոսում։ Այն ստանդարտների, որը տեսել ենք նաև օրեր առաջ, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը գնացել հանդիպել Սիրիայի նախագահի հետ, ում ամիսներ առաջ կոչում էր տերորիստ։ Ընդհանրապես Եվրոպական միությունը կոչում էր այսօրվա Սիրիայի նախագահին տերորիստ, հա, եւ այս տրամաբանությունը միջազգային ցնցումների շարունակվում է, ինչպես տեսնում եք, ելի Ամերիկան սկսեց հարձակումներ Իրանի Իսլամական Հանրապետության վրա, ինչպես տեսակ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահը չեն գնացել հոգեվոր առաջնորդի թաղման արարողություններին մասնակցելով, որը քաղաքական կոնկրետ քայլ է, հա, ինչպես տեսնում եք Ադրբեջանի խոսույթը Ռուսաստանի դեմ սրացել է եւ տարածաշրջանում այսօր սպասվում են շատ տուրբուլենտ իրավիճակներ, Հայաստանը զերծ է մնացել եւ զերծ է մնում եւ պետքա զերծ մնա մշտապես ինչ որ մաս դառնալու, հա, Իրանի մեր հարևան բարեկամ երկրի դեմ ինչ որ գործողությունների, մեր դաշնակից մեր բարեկամ Ռուսաստանի դեմ կամ այլ բարեկամ երկրների դեմ ինչ որ կոալիցիայի մեջ Հայաստանի Հանրապետությունը չպետք է հայտնվի եւ շատ են խոսում Իրանի եւ ԱՄՆ-ի հնարավոր այդ պատերազմի ձգձգվող պատերազմի մասին, հա, ես ուզում եմ հստակ ասել, որ Իրանը նախ դարձել է այս պատերազմի արդյունքում, Իրանը դարձել է տարածաշրջանային գերտերություն եւ այլևս գեոքաղաքական քարտեզում որոշիչ ձայն ունի եւ դեր ունի եւ Օրմուզյան նեղուցից բացի, որը փակելու դեպքում նավթերի գինը տեսել եք ինչ է լինում նավթամթերքի գինը, նաեւ կա ուրեմն Բաբել Մանդեբի նեղուց, որը եթե Օրմուզյան նեղուցից բացի փակվի նաև Բաբել Մանդեբի նեղուցը, նավթի գինը կարող է բարձրանալ 40-ից 70%-ով, որովհետև աշխարհի գլխավոր երակներն են նավթի մատակարարման, որտեղից որ նավթ են գնում, հա, եւ սա Իրանի համար շատ լուծելի խնդիր է արագ, եթե նրանք որոշեն, որ երկարաժամկետ փակելու են, նրանք կարող են փակել եւ առհասարակ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև մինչև Ամերիկա տնտեսությունը կաթվածահար կլինի երկրների, որովհետև փաստացի չի լինի այն հումքը, որից
ստանում են բենզին եւ այլ բաներ, որոնցից արդեն թխվում են հացերը, մեքենաները գնում են հավաքում են ցորենը եւ այլ, հա, այս տնտեսական ցնցումները, որոնք կարող են լինել, Հայաստանը պետքա պատրաստ լինի, իսկ Հայաստանը պետքա պատրաստ լինի ճիշտ դիվանագիտությամբ, այսինքն դիվանագիտությունը պետք է կառուցված լինի Հայաստանի Հանրապետության օգտին, ոչ թե այլ ինչ որ ֆակտորների, այլ մարդկանց, ոնց որ մենք տեսնում ենք Ուկրաինայի դեպքում, հա, նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Ուկրաինայի պարագայում այսօր շատ խոսակցություններ կա այդ բենզինի վերամշակման գործարաններին Ռուսաստանի Դաշնության ապօրինի հարվածները Ուկրաինայի իշխանության կողմից վերջին շրջանում եվրոպական երկրների տարբեր ներկայացուցիչներ Զելենսկուց վերցրել են իրենց տված բարձր պարգևները, հա, օրինակ մի քանի երկիր կա, ովքեր ժամանակին բարձր պարգևներ են տվել Վլադիմիր Զելենսկուն, այսօր նրանք հետ են պլանավորում վերցնել եւ արդեն կուսակցությունները քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում, որպեսզի հետ վերցնեն, որովհետեւ նրանց համար, նրանց ժողովրդի համար անընդունելի է պատերազմի այս շարունակվելը, հա, այս ընթացքը անընդունելի է, որովհետեւ եթե արևմուտքը կարողացավ խաբել Ուկրաինայի ժողովրդին, ասելով որ մենք կպաշտպանենք ձեզ, բայց նրանք չպաշտպանեցին նրանց եւ նրանք խաբվեցին իրենց իշխանությունների կողմից եւ իրենց իշխանությունները տանում են անընդհատ բախման, անընդհատ նոր էսկալացիայի, եվրոպական երկրների ներկայացուցիչները, քաղաքացիները տեսնում են, որ սա երկարաձգման դեպքում, պատերազմի երկարելու դեպքում լինելու են անդառնալի հետևանքներ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տվել, որ իրան հնարավոր չի հաղթել մարտի դաշտում եւ դա շատ տրամաբանական է, ատոմային գերտերություն է, որին հնարավոր չի հաղթել մարտի դաշտում, բայց ներկայացվում է իրանց պրոպագանդիստների կողմից, որ մի հատ բենզակալոնկա են խփում, ասում են, «Всё, կաթվածահար է եղել Ռուսաստանի տնտեսությունը, որը ծայրահեղ, սուտա եւ կեղծիք է», այսինքն պարզը չէ, որ ամբողջ արևմուտքն է կռվում Ռուսաստանի Դաշնության դեմ, ոչ թե մենակ Ուկրաինան, այլ Ուկրաինայի զինվորների, ուկրաինացի մարդկանց միջոցով արևմուտքը իրենց քաղաքական խնդիրներն է փորձում լուծել Ռուսաստանի Դաշնության դեմ եւ ժամանակին, երբ որ խոսում են ռուբլու դեֆոլտի մասին, կեղծիք դուրս եկավ եւ կեղծ էր այդ թեզը, այսօր եւս կեղծա այն պրոպագանդիստական թեզերը, որոնք մենք տեսնում ենք դաշտում, հա, նորից եմ կրկնում, որ Եվրոպայի ժողովուրդը եւս չի ուզում պատերազմի, որովհետեւ տեսել է Ուկրաինայի ժողովրդի օրինակով, թե այսօր ինչ է լինում, որովհետեւ նրանք ցանկալին ներկայացնում են իրականության տեսքով, բայց իրականում այդպես չի եւ մեզ որպես անկախ հանրապետություն պետք է արևմտյան այդ ծրագրերից հեռու մնալ եւ հեռու պահել Հայաստանի Հանրապետությանը, մենք պետք է վարենք սեփական քաղաքականությունը, ունենանք հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության, մեր բարեկամ երկրի հետ, մեր ռազմավարական դաշնակցի, մեր ռազմավարական գործընկերոջ Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, արևմտյան երկրների հետ եւս ունենանք ճիշտ բալանսավորված քաղաքականություն Եվրոպական միության երկրների, մեր բարեկամ երկրների հետ, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւս Հայաստանը չպետք է երբեք մաս կազմի այդ ուրեմն խանդավառություններին, որոնք մենք տեսնում ենք այսօր այս կամ այն կերպ ձևավորվում է Հայաստանի շուրջ։ Այսքանն էր, սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք։